Բարև ձեզ։ Ազգային վերածնունդը։ Ժողովուրդ ջան, ժամանակը եկել է։ Այսօր մենք կանգնած ենք մի դրան առաջ, որ բացվում է ոչ թե ուժով, ոչ էլ հեղափոխությամբ, այլ ազնվությամբ։ Այո, հենց ազնվությունը նոր կյանքի սկիզբը։ Երբ մարդը դադարում է ստել ինքն իրեն, դադարում է արդարացնել այն, ինչ ներսը չի ընդունում, հենց այդ պահից սկսվում է իրական փոփոխությունը։ Դա ներքին մկրտություն է, մաքրվել, ճանաչել ինքդ քեզ, ընդունել քո սխալները և սկսել նոր կյանք, մաքուր, պարզ, ճշմարիտ։ Այս ուղին հեշտ չէ, բայց հենց այդ ուղին է մեզ տանում դեպի լուսավոր համայնք, որտեղ մարդկանց միջև չկա կեղծիք, չկա վախ, չկա շահագործում։ Սա պարզապես գաղափար չէ, սա գիտակցության հեղափոխություն է, որի էությունը շատ պարզ է. ես այլևս չեմ ապրելու ստով։ Եվ երբ այս խոսքերը ծնվեն ոչ միայն շուրթերից, այլ սրտից ու գիտակցությունից, և դրանք դառնան ընտրված ուղի, սկսվում է ազգային վերածնունդը։ Այսօր արդեն կա ճանապարհ, կառուցված է գաղափարը, վիրտուալ խորհրդարան, այն չի պարտադրում, այն չի ղեկավարում, այն հրավիրում է լինել ազնիվ, արդար և ազատ մարդ։ Եթե դու ուզում ես ապրել մի երկրում, որտեղ ճշմարտությունը արժե ավելին, քան ազդեցություն, ուրեմն այս շարժումը քոնն է։ Արժեքները փոխելով մենք փոխում ենք մեր համայնքը։ Մեկ ճշմարտություն, մեկ ազնիվ որոշում, մեկ մարդ կարող է փոխել ամեն ինչ։ Ամեն ինչ։ Դուք ինչպե՞ս եք ուզում ապրել այսուհետև։ Քվեարկիր և ուղարկիր այս ուղերձը մեկ ուրիշին։ Այս ուղին փոխում է ոչ միայն մեզ, այլ բոլորին։ Շնորհակալություն։